Ողջույն ռադիո մենքի իմ հարգարժան ունկնդիր։ Շարունակում ենք մեր հաղորդաշարը «Սովորենք շախմատ խաղալ» խորագրով։ Մենք այս դասընթացի ժամանակ աշխատենք թագուհու եւ որևէ այլ խաղաքարի համագործակցությամբ բնորոշ մատային եզրափակումներ ուսումնասիրել։ Ուսումնասիրեցինք թագուհու եւ փղի համագործակցությունը, ուսումնասիրեցինք նավակի եւ թագուհու համագործակցությունը։ Հիմա հերթը ձիունն է։ Դիրք հետևյալը. սպիտակներ, արքա A1, թագուհի H4, ձի J5, զինվոր A2, սևեր, արքա J8, նավակ F8, զինվորներ F7, G7, H7։ Դժվար չէ նկատել, որ դարձյալ H7 կետի վրա երկու հարված ունեն սպիտակները։ Թագուհին հարվածում է ուղղաձիգով, ձին նույնպես հարվածում է H7 եւ F7 կետերի վրա։ Բնական է F7-ը պաշտպանված է, H7-ը անպաշտպան։ Եվ սպիտակների քայլի դեպքում թագուհի H4 H7 ստացվում է մատ։ Ես կցանկանայի, որ մինչև իմ ասելը դուք ինքնի այդ մտքով արդեն պատկերացնեիք, ինչպես կարող էր սևերը փրկվեին մատային եզրափակումից, եթե քայլի հերթը իրենցը լիներ։ Սևերի քայլն է, եթե նրանք խաղում են H7, H6, այլևս սպիտակները չեն կարող մատ հայտարարել, քանի որ F7 կետը պաշտպանված է։ Ինչ խաղաքար մնաց, որ թագուհին չի համագործակցել մատային բնորոշ եզրափակման համար։ Զինվորը։ Ուսումնասիրենք հետևյալ դիրքը. սպիտակներ, արքա A1, թագուհի J5, զինվորներ A2, F6, ուշադրություն դարձրեք, երկակի հարված դարձյալ J7 կետի վրա, զինվորի և թագուհու համագործակցությամբ։ Թագուհու սպիտակների քայլն է, եթե թագուհին վերցնում է J4-ից J7, ստացվում է մատ։ Սևերի քայլի դեպքում նրանք եթե խաղան J7, J6, այս պահին են միայն փրկվում մատից, քանի որ հետաքրքիր դիրք է ստացվում։ Սպիտակները երկու քայլից անպայման մատ կհայտարարեն։ Պարզապես սևերը մատից խուսափել չեն կարող այս դիրքում։ Քննարկենք այդ հետաքրքիր դիրքը։ Սևերը ուրեմն իրենց քայլի դեպքում խաղացին J7, J6, երկրորդ քայլ թագուհի J4, H6։ Այլևս որևէ կերպ մատից խուսափել սևերը չեն կարող, քանի որ թե նավակով, թե արքայով քայլի դեպքում հաջորդ քայլը հետևում է թագուհի H6, J7 մատ։ Այժմ ուսումնասիրենք ուրիշ դիրքեր, որտեղ թագուհին չի մասնակցում, բայց համագործակցում են իրար հետ այլ խաղաքարեր։ Քննարկենք հետևյալ դիրքը. սպիտակներ արքա A1, փիղ B2, նավակ B7, զինվոր A3, սևեր արքա J8, նավակ F8, զինվորներ F5, J6, H7։ Քայլի հերթը սպիտակներին է։ Նավակ B7, J7 շախ,
Արքա H8 նավակ երկրորդ քայլ J7 վերցնում է J6 շախ թեման ուսումնասիրելիս ես ձեզ բացատրել եմ նրա տեսակները հիշում եք սա որ տեսակն է քայլը կատարել է նավակը բայց շախ հայտարարում է փիղը այն շախը որը ոչ թե քայլ կատարող խաղաքարն է հայտարարում այլ նրա թիկունքում թաքնված խաղաքարը կոչվում է բացված շախ բացված շախը խիստ վտանգավոր այլ խոսքով ասած նենգավոր շախ է որից միշտ մրցակիցը կարող է տուժել այս դեպքը բացառություն չի կազմում պաշտպանության միայն մի եղանակ կա առայժմ սևերը խաղում են նավակ F8 F6 երրորդ քայլ փիղ վերցնում է B2 F6 մատային բնորոշ եզրափակում փղի եւ նավակի համագործակցությամբ այժմ մի ուրիշ դիրք որտեղ համագործակցում են երկու նավակները սպիտակներ արքա A1 նավակ E1 եւ մյուս նավակը E4 սևեր արքա J8 նավակ D Դավիթ 8 զինվորներ F7 J7 H7 ստուգեք դիրքը սպիտակներ արքա A1 նավակներ E1 E4 զինվոր A2 սևեր արքա J8 նավակ Դավիթ 8 զինվորներ F7 J7 H7 ուշադրություն դարձրեք որ հարվածը սպիտակները կարող են հասցնել ոչ թե դեմից այսինքն հարվածելով կամ անկյունագծով կամ ուղղաձիգով արքային ուղիղ նրա դիմաց այլ հարվածը հասնում է քողից քայլը սպիտակներին է առաջին քայլ նավակ E4 E8 շախ ունեն շախի պաշտպանության մեկ հնարավորություն նավակ D8 վերցնում է E8 երկրորդ քայլ նավակ E1 E8 մատ առաջին դեպքում սևերը կարողացան ոչնչացնել հարձակվող նավակին բայց իրենք զոհվելով մյուս նավակին հնարավորություն տվեցին իրականացնել մատ ինչպես ստացվեց այս մատը սևերի արքան շրջափակված է իր խաղաքարերով զինվորները նրա համար դարձել են զնդան պարզապես արքան հայտնվել է բանդում այսպիսի դիրքեր խաղի ընթացքում պարսյաների ընթացքում ձեզ շատ է պատահել դրա համար ընդունված է ասել արքան պետք է ունենա օդանցք այսինքն զինվորներից որևէ մեկը եթե առաջ շարժված լինեին այստեղ մատ չեր լինի ուրեմն դիրքը նորից նախնական վիճակում եւ փորձենք սևերի քայլի դեպքում պաշտպանվել մատից հիշում եք դիրքը եթե չեք հիշում կրկնում եմ սպիտակներ արքա A1 նավակներ E1 E4 զինվոր A2 սևեր արքա J8 նավակ Դավիթ 8 զինվորներ F2 F7 J7 H7 սևերի քայլն է եւ նրանք մատից կարող են խուսափել խաղալով ցանկացած զինվորով քայլ կատարեն կամ F7 F6
կամ J7 J6 կամ H7 H6 եւ այլևս հնարավոր չէ ինքնդ կարող եք ստուգել սպիտակների կողմից մատ հայտարարելը։ Այժմ դիտարկենք մեկ ուրիշ դիրք, որտեղ ոչ թե հանդես են գալիս նավակները, այլ փիղը եւ նավակի համագործակցություն կա։ Սպիտակներ արքա A1, նավակ F4, փիղ J5, զինվոր A2, սևեր արքա J7, նավակ F8, զինվորներ F7 J6, կրկնում եմ, սպիտակներ արքա A1, նավակ F4, փիղ J5, զինվոր A2, սևեր արքա J7, նավակ F8, զինվորներ F7 J6։ Քայլի հերթը սպիտակներինն է։ Առաջին քայլ փիղ J5 F6 շախ։ Սպիտակների լավագույն քայլը, սա երկու քայլ ունեն սպիտակները, 3 քայլ նույնիսկ։ Բայց առաջին երկու քայլերը, եթե խաղա արքան H6 կհետևի միանգամից մատ, նավակ H4։ Իսկ եթե խաղում է այս շախին արքա H7 կամ արքա J8, երկու դեպքում էլ նավակը տեղափոխելով H4 սևերը մատ են ստանում, պաշտպանություն չկա։ Երկու քայլից մատ է ստացվում։ Զորօրինակ, եթե արքան խաղա առաջին քայլ հիշում եք, փիղ F6 շախ, արքա J8, նավակ H4, նավակ C8, նավակ H4 H8 մատ։ Դիտարկեք մեկ օրինակ ևս, որտեղ մասնակցում են միայն թեթև խաղաքարերը։ Հիշում եք, ծանր էին կոչվում այն խաղաքարերը, նավակները եւ որ խաղաքարն էին կոչվում ծանր խաղաքարեր, նավակները եւ թագուհիները։ Թեթև են կոչվում ձիերը եւ փղերը։ Օրինակ, որտեղ ձիով եւ փղով մատային բնորոշ եզրափակում է իրականացվում։ Սպիտակներ արքա A1, ձի J5, փիղ Դավիթ 4, զինվոր A7, սևեր արքա H8, նավակ F8, զինվորներ F7 J6 H7։ Արագորեն կրկնում եմ դիրքը, սպիտակներ արքա A1, ձի J5, փիղ D4, զինվոր A2, սևեր արքա H8, նավակ F8, զինվորներ F7 J6 H7։ Քայլի հերթը սպիտակներինն է, ձի J5 F7 շախ։ Ուշադրություն դարձրեք, սա շախ միայն ձիով չի, նաև շախ փղով է։
Շախերի տեսակները ուսումնասիրելիս մենք նաև իմացանք, որ երբ արքայի վրա միաժամանակ երկու խաղաքար է հարձակվում, նման շախը կոչվում է կրկնակի շախ։ Կրկնակի շախը նույնպես նենգավոր, խիստ վտանգավոր, մարտավարական հնարք է։ Կրկնակի շախի ժամանակ շախը չի փակվում։ Արքայի պաշտպանության եղանակը միայն մնում է մեկը՝ փախչել շախից։ Սևերի քայլն է այժմ արքա H8 J8։ Երկրորդ քայլ ZF7 H6 մատ։ Թեթև խաղաքարերը իրականացրեցին անչափ գեղեցիկ մատային եզրափակում։ Սա հորինված դիրք չի, ասում են համագործակցված մատ։ Շախմատային կոմպոզիտորներն են, էտյուդիստներն են նման դիրքեր հորինում սովորաբար, բայց նման դիրքեր, նման մատային եզրափակումներ բարձրակարգ շախմատիստների պարտիաներում շատ է պատահել, նույնիսկ աշխարհի առաջնություններում։ Այնպես որ շատ օգտակար է այս դիրքի ուսումնասիրությունը։ Վերադառնանք դիրքի նախնական վիճակին։ Հիշում եք, կրկնեմ նորից, արքա սպիտակներ A1 Z E5 Փիղ Դավիթ 4 Զինվոր A2 Սևեր արքա H8 Նավակ F8 Զինվորներ F7 J6 H7 Մենք մեր օրինակում սկզբից մատ կարողացանք հայտարարել երկու քայլից վերցնելով ձիով F7 զինվորը։ Փորձեք ինքներդ այս դիրքում գտնել մատի մեկ ուրիշ եզրափակում։ Դարձյալ երկու քայլից պետք է օգտվենք կրկնակի շախ հասկացությունից։ Եվ դարձյալ կրկնակի շախի ժամանակ շախ տվող խաղաքարից որևէ մեկին վերցնել չես կարող, որովհետև երկու կողմից էլ շախը արքան շախից պաշտպանվելու վերցնելու հնարավորությունը չունի, նա պետք է փախչի միայն շախից։ Փակել չես կարող, որովհետև մի քայլով դու չես կարող երկու խաղաքարի ճանապարհ փակել։ Բացի դրանից շախ հայտարարող խաղաքարից մեկը ձին է, իսկ ձիու շախը առհասարակ փակել չի լինում։ Առաջին քայլ J E5 վերցնում է J6 շախ։ Կրկնակի շախ, փիղը եւ ձին հարձակվել են արքայի վրա։ Միակ քայլը արքա H8 J8 եւ ձի երկրորդ քայլ J6 E7 մատ։ Անչափ գեղեցիկ մատային եզրափակում։ Մատային եզրափակումներ ուրիշ ֆիգուրաների համագործակցությամբ ուրիշ դիրքերում եւս կան, որոնք նույնչափ կարևոր են, ինչ որ մենք այս դասի ընթացքում ուսումնասիրեցինք։ Հետևաբար խաղի ընթացքում նման դիրքեր, քանի որ ձեզ շատ են պատահելու եւ այս դիրքերի խորը իմացությունը նրանց անհրաժեշտությունից ելնելով մնացած դիրքերը մենք կուսումնասիրենք հաջորդ դասի ժամանակ, իսկ այժմ ցտեսություն, միշտ նոր հանդիպում։